Գյումրում ընտրությունները ավարտվեցին ու որևէ քաղաքական ուժ միանձնյա իշխանություն չստանձնեց ըստ էության, գոհ եք արդյունքներից։ Ես ընդհանրապես չեմ մասնակցել, որովհետև հեշտ մարդու չեմ ավարա։ Չեք գնացել Չէ, ընտրությունները միշտ էլ սկզբից խոստումներ կուտան, սովորական բան է, զարմանալու բան չէ։ Երբ որ ընտրվեցին պրեզիդենտ, ոչ մի լավ բան էլ չեն լինի։ Ինչի եշտամ ընտրեմ, ինչի ներվերս փչացնեմ։ Մասնակցել եմ, բայց արդյունքներից ինչով պետք է գոհ լինեմ։ Ձեզ բավարարում է, թե չի բավարարում։ Չէ, չի բավարարում։ Ես հեչ բանից կոչեմ, ես ընձել կոչեմ, մնաց ընտրություններից կորեմ։ Դե գնացել եմ։ Իմ գիտեցածս մարդում։ Ձեր թաղեցի։ Չէ, вообще մեր թաղերը չի ապրել, ընկերություններ չեմ ելել։ Քելը օնո ջան է։ Ոչ մի դժգոհություն չունեմ։ Ում եք աջակցում։ Но это уже мое дело. Ընտրությանը մասնակցել եք։ Այո, Արդյունքներից գոհ եք։ շատ գոհ եմ։ Հա, բայց չունեցաք քաղաքապետ, ինչից եք գոհ։ Կունենանք, կմիանանք, կունենանք, ինչ եղար չունենանք։ Հա, ուզում եք Վարդան Ղուկասյանը լինի քաղաքապետ։ Իհարկե, միակ մարդն է որ կա։ Հա, միակ մարդը նա է։ Հա, Բայց Մարտուն Գրիգորյանը կմիացնի իր ձայները։ այո, կմիացնեն, համաձայնեն։ Իսկ ներքին անհամաձայնություններ, տարաձայնություններ մի կողմ կդնեն հանուն ընդդիմության հաղթանակին։ Իհարկե։ Դե իմ կարծիքով, չգիտեմ, պետք է ավելի համախմբված լինեին, որ ինչ-որ մեկը, ինչ-որ մի կուսակցություն կոնկրետ հաղթեր, այդքան բան, ինչ-որ շատ բան չեմ ուզում ասել։ Ինչ արդյունք եք ակնկալում։ Սավսեմ ուրիշ արդյունք գցա։ Ինչ ասեմ օրինակ ինչ։ Ով պիտի դառնար քաղաքապետ, որ չդարձավ։ Օրինակ Լևոն Պարսեղյանը։ Եվրոդաշինքը։ Գոհ եմ, բայց դա որոշված չէ, ով է անցել։ Չէ։ Չէ, գոհ ես էլ, որ հանգիստ անցավ է դե։ Հանգիստ անցավ, ժողովուրդը կազմակերպված շատ։ Դա Դրախախումներ, բայց եղան բազմաթիվ ահազանգներ ենք ստացել, նկարել ենք թե տեղյակ չեմ դրախախտումների, չգիտեմ։ Ինչ կան, ես իմացել եմ հանգիստ անցավ։ Կարևորը քաղաքը հանգիստ էր։ սպասում եք, որ կարող է հանգիստ չլիներ։ Դե չէի սպասում, բայց դե հավանական էր, կարող է եւ լիներ։ Գոհ եք արդյունքներից։ Հələ չեմ մազե։ Հա, բայց քաղաքապետ չունեք հələ։ Ինչ են, կյանի, աստվածը որ մազե։ Բայց ում եք ուզում որ լինի։ Ով պետք է աստված կնդրե։ Հա, մեկ կա ձեր համար։ Հա։ Բայց Ով էլ օրանի համար մեկ։ ինչի։ Այդպես։ Բա քաղաքի Իմ համար կա։ հադուկը կա։ Ես անում չեմ կրնաց։ Հիմա մասնակցել եմ։ Գոհ եք ընտրության արդյունքներից։ Գոհ եմ, գոհ ազիզյան։ Ինչ կա, որ ինչի մալ է։ Միանձնյա ոչ մեկ չկարողացավ իշխանություն ձևավորել, ոչ մի քաղաքական ուժ։ Գիտեմ իմ գործս չէ, ցավը տանեմ։ Ինչ կարանք անենք։ Ամեն մարդ իր ուժն ուներ, իր կուսակցություն ուներ։ Դե այսպես ստացվեց։ Միանձնյա ոչ մեկ իշխանություն չկարողացավ ձևավորել, 50+1-ը չհավաքեցին, կանխատեսում եք, որ այսպես կլիներ։ Չէ։ Ինչ եք կարծում։ Դե չէի մտածում, որ դիմիավորվեին։ Ընդդիմադիրները։ Որտեղ մինչև այդ խոսակցություն կար, իրանք պատկաս կուկային, բայց ստացվեց, ոչինչ։ Ովքեր օրինակ։ Դե ելույթներով պարզ էր։ Հարց ու պատասխանով պարզ էր, արդեն ովքեր դուք էլ լավ գիտեիք։ Ընդդիմադիրները, բայց հայտարարել էին, որ իրենք ամեն ինչ անելու են, որ քաղաքացիական պայմանագիրը պարտվի։ Կամքով այդպես ստացվեց, որ հայտարարել են, ուրեմն այդպես ստացվեց։ Ինչ ասենք։ Թե մեր ժողովուրդն է ընտրել են, գոհ ենք ընտրություններից, սաղ նորմալ անցել է։ Բայց ըստ էության քաղաքապետ չունեք ինչպես։ Կունենանք, աստծո կամոք կունենանք։ Ինչ քաղաքապետ եք ուզում ընդդիմադիր, թե իշխանական։ Մեր գյումրեցիները ում ուզեցին թող նա լինի։ Ընտրությունը սովորական ընտրություն, մենք մեր պարտքը կատարել, թողը դուրս ենք եկել։ Հիմա ով ընտրվում է, չի ընտրվում, ես քաղաքական ոչ մի ուժի հետ կապ չունեմ։ Ну, փարկաս ոչինչ, անփորձանք անցավ։ Անփորձանք անցավ, բայց արդյունքների մասին։ Արդյունքները ցավոք սրտի հետո է որոշվելու, էս է։ Մի մեկնոց ցենետա մյուսին, արդեն ամեն ինչ տեղի կգնի։ Իսկ ձեր կարծիքով կտա։ Ну, բացառված չէ, ամենայն դեպս խոսք է տվել։
Սպասում եք, այսինքն որ տանի։ Այո։ Այդ դեպքում կողմ եք դինելու, որ Վարդան Ղուկասյանը լինի քաղաքապետ։ Դու մեր մատից մեկը փուշանող չկա, թող եղնի մեկն ու մեկը Վարդանն եղնի, ինչ պակաս է ուստը։ Լավ էլի։ Գոհ եք ընտրություններից։ Հա, պրոբլեմ չկա։ Բայց հիմա ոչ մեկ ըստ էության դեռևս քաղաքապետ պարզ չի թե ով է լինելու, միանձնյա ոչ մեկ Պարզվի։ Ես բոլորին գիտեմ, մոտիկից էլ գիտեմ։ Լավն են։ Բոլորն են տեխնազուն էին ճանաչում։ Հա, նույն քաղաքից են ոնց կարելի է ճանաչել։ Արդյունքները գոհացուցիչ են ձեր համար, հենց էս եք սպասում, թե Ուրիշ է սպասում։ Ավելի լավ արդյունք։ Հաստացի Գյումրին չունեցավ քաղաքապետ այս պահի դրությամբ։ Այո։ Ընդդիմությունը եթե միանա, ձայները կմիավորվեն, Վարդան Ղուկասյանը ունի հնարավորություններ այդ։ Մենք պետք է որ ժողովրդին նայեն, ամեն ինչ ժողովրդի համար անեն, քաղաքի ղեկավարությունը որ մտածի ժողովրդի մասին, ոչ թե մտածի ուրիշ հարցերով զբաղվելու համար։ Թե ով կլինի էական չի։ Մենակ Գյումրիը լինի, թող ժողովրդի մասին մտածի։ ՍՊ-ին մերժեց Գյումրին ըստ էության, որովհետև 50+1 ձայն չհավաքեցին։ Դե մերժել չէր, ինձ թվում է, եթե մի փոքր ավելի գրագետ լինեին, հաստատ չէին մերժի, սխալ ընտրություն են կատարել, հուսով եմ, որ ինչ-որ մի բան կփոխվի այս ընթացքում, դեռ մենք հույս ունենք։ Փոփոխության եք սպասում։ Այո, իհարկե։ Իսկ որ ընդդիմադիրները միավորվել են ու սպասում են Մարտուն Գրիգորյանի ըստ էության ձայներին, եթե նա միանա ընդդիմադիրներին, ապա քաղաքապետ կդառնա ընդդիմադիր։ Իմ կարծիքով գոնե Մարտուն Գրիգորյանը ավելի խելամիտ կգտնվի։ Ու չի միանա։ Կմիանա ԿՊ-ին։ Գոնե։ Ձեր կարծիքով Սարիկ Մինասյանը ինչու այդքան ձայն հավաքեց Գյումրիում։ Դե փող տվեցին շատացրին, ինչ է։ Այսինքն այս ձեները փողով են զուտարել։ Իհարկե։ Թե չէ ինքը 20%-ը չէր հավաքի։ Վարչական ռեսուրս, բան։ Այ դա չդեմ։ Վարչական։ Ուղղորդումներ, հա, երևի։ Որոշը դրանով չեմ հետաքրքրվել հավատա։ Բայց արդար անցան ընտրությունները, թե ինչ որ ալիş-վելիշների մեջ։ Դա եղել է որոշ բաներ, ես ինչ գիտեմ, ես ներկա չեմ եղել, նադի չդեմ։ Իսկ ուզենաք ընդդիմադիրները միանան Վարդան Ղուկասյանը լինի քաղաքապետ։ Ընդդիմադիրները այս ընդրության ժամանակ է, ինչու՞ չէ, մեծ սիրով։ Վարդան Ղուկասյանը որ։ Այո, այո։ Իսկ Սարիկը ինչի էսքան ձեն հավաքեց ձեր մոտ։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ։ Դուք չեք ընտրել։ Աղջիկ ջան, Արիկյանի հարցերը մնա։ Ես հեչ մեկ չեմ ուզեցել շամանա։ Բոլորն են ինձ համար մեկ է։ Հաշվի արդար պետք է տեսնեն Գյումրեցու հետ, որ իմանա։ Նոր Աստված ընդրել է, այն էլ թող բարի բայելու մնի։ Դե արդար ընտրություններ։ Ինչ հբինք է։ Անքի։ Ես այլ չգիտեմ, գիտեմ որ գուն լույսեր մարել են։ Ես հիվանդ հավես չունիմ։ Հա, գիտեմ որ լույսեր մարել են, ալբետ մեր ապանը բդերնեին։ Խառնել էլի։ Ով կուզի եղն ինձ համար մեկ է։ Անդրություն չկա ընդդիմադիր թե քաղաքացիական։ Մեկ է սուդ են, սաղ սուդ է, հեչ մարդու չեմ հավատա։ Իշխանության քաղաքացիական պայմանագրի ու ընդդիմության մեջ տարբերություն չեք տեսնում։ Չէ, որովհետև չեմ հետաքրքրվել պոլիտիկա, ավելի խելքս չասնի։ Ընդդիմությունը ղեկավար է, չեմ ուզում։ Վարդան Ղուկասյանը։ Վարդանը կուզեմ, Վարդանին կուզեմ, ով է ասում, Վարդանը ուրիշ է, Վարդանին շատ սիրով ուզում եմ ես։ Վարդանին եմ ուզում, ուրիշ բան չեմ։ Վարդան Ղուկասյանն է այնքան ձայներ չի հավաքել, որ միանձնյա ղեկավարի հիմա սպասում է, որ մնացածները միանան իրան ձայներ տան։ Թող ասվածտա միանան, ով է բան ասել, Աջիկ ջան։ Չգիտեմ ուրիշ բան չեմ կարող ասել։ Տեյության եթե ընդդիմադիրները վերջնական միավորվեն, Վարդան Ղուկասյանն է լինելու տեխնատը։ Հիմա աստծո կամքով է ստացվել, թող լինի, թող աշխատի քաղաքի համար։ Մեր համար, ժողովրդի համար։ Այնպես որ իմ համար քաղաքն է կարևոր, հայրենիքը, պետությունը, կարևորը մարդ լինեն, մասշտաբարի աշխատեն։ 13 տարի ղեկավարել է ինքը Գյումրին, այդ տարիներից գոհ եք իր աշխատանքի։ Մասամբ։ Դե գիտես ինչ, մեր ժողովուրդը միշտ, թե ընդդիմադիր, թե ներկայիս իշխան միշտ, այսինքն իրանք վադը կտեսին։ Դե պլյուս մինուսով բոլորն էլ ունեն, վադն էլ կա, լավն էլ կա։ Համ վադը պետք է ասենք, համ լավը, համենայն դեպս լավատեսեղն ենք։ Վատը ո՞րն էր օրինակ Վարդան Ղուկասյանի։ Թե ես այդ տարիներին այդքան
Վատը որն էր, լավ էր։ Հիմա ընդդիմությունը հնարավորություն ունի ձայները միացնի եւ ընդդիմադիր քաղաքապետ լինի։ Ինչ կասեք այս մասին։ Մենք թող ԿՊ-ի տարիների գաստեն, թող ԿՊ-ը մտածի, թե այս ամեն ինչը ինչ եղավ։ Պետք է գաստեն իրաց որոշելիքն է։ Իրանք պետք է այս ճաշը ուտեն։ Հա, բարձր։ Բայց եթե ԿՊ-ի ձայները շատ լիներ, Լևոն Վարսոյանը շատ ձայն հավաքեր, ԿՊ-ն կոալիցիա կկազմեր եւ կունենար Սարիկ Մինասյան քաղաքապետ։ Եթեներով չէ, հենքա այն ինչ որա կա արդեն, եթեներով որ եղներ շատ բան կրնաներ։ Ինչը սխալ արեց իշխանությունը, որ 50+ ձայն չհավաքեց։ 7 տարի հետևեք ինչ է եղել, ըստ այդմ կողմնորոշվեք ինչն է սխալ եղել։ 7 տարի մենակ խոսք էր։ Վարդան Ղուկասյանն էլ համոզված էր, որ ինքն է կրելու, որովհետեւ 13 տարի առահեղ կառավարել է։ Այդ մարդունով կրնապանս է։ Իրա ընտրազանգված ունի, իր հետևորդներն ունի, իր հետևից էստողն ունի մարդը։ Ով կրնա իրան պանսը։ Հիմա եթե Վարդան Ղուկասյանն ներեցին իրանց ուզածին հասան։ Մարտուն Գրիգորյանը կմիանա, ինչ է կարծում։ Չեմ կարող ասեմ։ Դա անենց հարց է, որ հենց եկող հարց է դա։ Կարևորը անպայման լինի ընդդեմ, ԿՊ չլինի։ ԿՊ-ին մերժեցին էլի գյումրեցիները։ Այո, լրիվ։ Եվ դա իրավացի է եւ ճիշտ։ Ինչի համար։ Նո, իրանց բաների հետևանք է ստա գործողությունների եւ վերաբերմունքի, այսպես ասած։ Էլ ինչ ասեմ։ Սարիկ Մինասյանին չեք հավանում։ Սարիկ Մինասյանը մոդիկ տեղա է, բայց հարևանից պես է։ Բայց թե Սարիկը լավ տեղա է, թող էստա իր գործով զբաղվել է։ Հիմա սպասում եք անհամբեր արդյունքներին։ Նո, այնպես անհամբեր չոր սիրտս կպադրի, բայց մեկ է պետք է լինի, որ քաղաքը տեր եղնող լինի։ Իսկ որ ընդդիմադիրներից միանան ԿՊ-ին, բացառում եք այս սցենարը։ Ընդդիմադիրներից չեմ կարծոր այդ քայլին կնան, բայց ամենայն դեպս կյանքը էլի կարող է պատահի փոշմանին կան։ Դա իրենց գործն է, ես այդտեղ քաղաքականության մեջ չեմ մտնում աղջիկ ջան, ես ոչ էլ ինձ հետաքրքրում այդ հարցերը։ Չեք ուզեք օրինակ, եթե միավորվի Վարդան Ղուկասյանը Համար նշանակություն չունի։ ըստ էության Գյումրին մերժեց ԿՊ-ին, որովհետև 50+1 ձայն։ Հələ պարզ չէ, հələ պարզ չէ։ Հələ պարզ չէ, հələ այնտեղ հարցեր կան։ Ինչ հարցեր։ Չգիտեմ։ Դուք լավ գիտեք։ Չէ, բայց ըստ էության մերժն է, որովհետև 50+1 ձայներ չի հավաքել։ Հա չի հավաքել, բայց հələ տեսնենք ինչ կերնի։ Պետք է 3 ընդդիմադիրներ արդեն հայտարարել են, որ միանում են։ Լավ է ները։ Երբ որ հայտարարեցինով կլինի քաղաքապետը, նոր պարզ կլինի։ Այդքան բան։ Ո՞վ եք ուզում որ։ Մեկ է։ Ըստ էության Գյումրին մերժեց ԿՊ-ին, համաձայն եք։ Գյումրին չմերժեց։ Եթե չմիավորվեին, ինձ թվում էր ԿՊ-ն արդեն աղաքին առաջ էր։ Ձայներով, հա, բայց ամեն դեպքում ինքն էլ քիչ էր ձայները, որպեսզի դառնար քաղաքապետը իրենց տեխնացը։ Դե էլիքս եմ, աստծո կամքով։ Աստծո կամքով ստացվեց հիմա։ Մեր քաղաքն էլ ով ելնի, պետք է սիրենք, պետք է բարգավաճենք, մեր քաղաքի համար ամեն ինչ անեն։ Ով ելնի ատորը չսիրի, իր գրբանը չսիրի, քաղաքը սիրի, կարևորն է դա։ Ով լինի ընդդիմադիրներ իշխանականներ, դուք ամեն դեպքում սիրել։ Հա, սիրելու ենք մեր քաղաքն է։ Ով էլ լինի մեր քաղաքն է, իրանցը չէ։ Այսինքն մենք մեր քաղաքի կողք կնենք։